Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Սովորական։ Հարց չունեք ուղղելու երկրի ղեկավարին։ Ես Արցախցի եմ, արդեն ինչ ունեմ, կորցրել եմ ինչ։ Իսկ պետք չէ շուտ։ Աշխարհազորը 30,000 փող ստանում։ Իսկ աշխարհազորումը 4 հատ երեխա ունի։ 30,000 կարամիս ընտանիք կա։ Չի բարձր, 4 տարին 2 տարի իջեցել են սարքել 130,000։ 200,000 լավ է, էլի թե մնալ լավ է։ Ունեք, խեչ ունեք, շատ ունեք, բայց դե հարցերը մեկը չի, երկուսը չի, որ ասենք պակաս բաներ շատ կան, ասենք թողանի, որ թերատա թողանի։ Ինչ պատե ասեմ Փաշինյանին, Փաշինյանին ասեմ, չասեմ մեկ է, իմ ասածս ինձ թվում է որոշ տեղ չի գումարվի։ Ինքը ոնց ուզածն է ցերանել։ Ոչ մի բան չեմ ասի։ Հարցեր չունեք տալ։ Բացարձակ։ Ոչ իմաստ չունի, ինչ էլ ասեմ, ոչ մի բան չի փոխվելու։ Շատ հարցեր կուզենայի տայի, բայց այդ հարցերի պատասխանը վստահ եմ, որ կամ չի տրվելու, կամ էլ այդ հարցերը լուծում չունեն, էլի։ Փաշինյանին որ հանդիպեմ, ես չեմ հանդիպել։ Մեղքանա բարձրավանցին հենե հերու յուղը, որ գնա գորիսուց թոշակ ստանա, ընդա ծախսը 4,000, են թոշակ հաջուգնալո ճանապատախս։ Եթե ձեր ասածը տեղ հասնում, ռադիոով, տելևիզորով, ես մեծ համայնք հաշինու հայրը, գոնե մին ապարատ դինես է, տարեքավոր մարդ կա, հաշմանդամ կա, վերջնալի փողոց է ստանում։ Ես օրինակ հարցեր շատ ունեմ, կտայի դժգոհություններս առաջին հերթին, առաջինը որ նա այն վերահսկողություն չունեք ոչ մի ոլորտում, թեթև կարող է գուցե ինչ-որ ոլորտային բարելավումներ կան, բայց դա գոհացնող չի, որովհետև մեծամասնությունը դժգոհ վիճակում է գտնվում։